Պետության աչքը նկարիչների միության շենքի վրա։ Ստեղծագործական միության ունեցած-չունեցածին փորձում են տիրանալ դատ ու դատաստանով։ Դատախազությունը միանգամից 3 հայց է ներկայացրել, պահանջում է պետականացնել նկարիչների Ծաղկաձորի Շորժայի հանգստյան տներն ու մայրաքաղաքի սրտում գտնվող միության շենքը։ Ըստ դատախազության, տասնամյակներ առաջ կադաստրը ստեղծագործական կամ այլ միություններին օրենքի խախտումով է ճանաչել սեփականատեր։ Դիմել են դատարան, ասել են, որ 90 թվականին պետական սեփականության մասին օրենքի համաձայն այդ գույքը դարձել է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Մենք ասում ենք, չէ, այդպես չի, որովհետև այդ օրենքը վերաբերում է պետական մարմիններին, պետական կազմակերպություններին պատկանող գույքին։ Նկարիչների միության բոլոր այդ գույքերը խորհրդային տարիներից նկարիչների միության սեփականությունն է։ Կադաստրի տարիներ առաջվա ենթադրյալ խախտումը ինչու է հիմա գրավել իրավապահների ուշադրությունը։ Դատախազությունից պարզաբանել են, որ գործարքի մասին ավելի վաղ չեն իմացել։ Կադաստրի կոմիտեն կատեգորիկ չի մեկնաբանում իրավիճակը։ Բոլոր գործերով դատախազությունը միջնորդել է, որ բաց թողած ժամկետը դատարան դիմելու համար հարգելի ճանաչի դատարանը։ Ծաղկաձորի գործով դատարանը պարզեց, որ դատարան դիմելու ժամկետը բաց է թողնվել եւ իրենց միջնորդությունը մերժեց, դատախազությունը վերաքննիչ բողոք է բերել, վերաքննիչ դատարանն էլ մերժեց բողոքը եւ հիմա վճռաբեկ բողոք են բերել։ Եթե ուժի մեջ մտնի այդ ակտը, այսինքն վեճը կհանգուցալուծվի։ Ինչ կորոշի դատարանը Աբովյան 16 հասցեի 1950-ականներին կառուցված հուշարձան շենքի համար։ Փաստաբանին մտահոգում է, որ դատավարությունը գրավոր է, մոտ 10 անգամ միջնորդություն է ներկայացրել, որ բանավոր լինի։ Դատարանը ընթացք չի տվել։ Ոչ ձայն, ոչ ծպտուն, այսինքն մեր միջնորդությունները ներկայացնում ենք, անպատասխան է մնում, պարզապես անպատասխան։ Որևէ միջնորդության վերաբերյալ որոշում չի կայացնում դատարանը։ Եվ բնականաբար արդար դատաքննության իրավունքի, դատական պաշտպանության ողջամիտ ժամկետների այդ խախտմամբ, ընդհանրապես բոլոր այդ կոնվենցիոն ու սահմանադրական իրավունքների խախտմամբ գնալու է դատական ակտի կայացման։ Եթե դատախազության հայցը հասնի նպատակին, շենք շինությունների սեփականության իրավունքը կանցնի պետգույքին, հետո գործադիրը պետք է որոշի ինչպես վարվել դրանց հետ։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։